Մենք դեմեցել ենք մեր ջուրն ենք խմում, ես էլ երեխեքն ենք խմում։ Արմավիրի մարզի բնակավայրեր մատակարարվող ջրի մեջ աղերի քանակությունը եւ կոշտությունը նորմայից բարձր է։ Պնդումը շրջակա միջավայրի նախարարության հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնինն է։ Շատերն այդ պատճառով այլ տարածաշրջաններից բերված ջուրն են գնում, շրջիկ ավտոցիստերներից կամ բնակավայրերում տեղադրված ավտոմատ սարքավորումներից։ Ջուրը կա, բայց թե աղ է, այն ջուրը չի մի խոսքով։ Այնտեղ բանը կանգնած է այդ ավտոմատը, դից է վերցնում են։ Մարդիկան առնում են, ցավոտ առնում։ Հիմա այդ մարդը հենա դրած, ապարատն էլա դրած, առնողը առնում, ով չէ, օրինակ լիշնի ես մեր ջուրի ջուրն է խմախվել։ Ջրի կասկածելի որակի մասին խոսում են եւ մարզի բնակիչները եւ փորձագետները, իսկ Լենուղի գյուղում բնակվող գյուղատնտես Արմենակ Կոստանյանը պնդում է, որ ջրագծերը վերակառուցվել են, իսկ խորքային հորի ջուրն իրենք խմում են տասնամյակներ շարունակ։ Խորհրդային տարիների նույնիսկ 60-ական թվերից, դեռ 60-ականների սկզբներից այս խորքային հորը աշխատել է։ Հիմա այդ ժամանակ խո ջուր չեն վաճառել։ Այդ ժամանակվանից այս ջուրը մեր համար որպես ջուր օգտագործել ենք։ Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ուղղված ծրագրերի մեծ մասը վերաբերում են խմելու ջրագծերի վերանորոգմանն ու հիմնանորոգմանը, սակայն ջրի որակի հարցը դրանով չի լուծվում։ Ավտոյով են բերեմ, ավտոն 100 դրամ է 5 լիտրը, ապարատները 50 դրամ չէ 5 լիտրը, հա։ Լրիվ աղը մեջը, այսինքն հաստ աղը։ Թե ոնց են խմում մենք, երեխեքին չենք տալիս ջրից։ Այն, որ նախկին փորձից ելնելով են մարդիկ այդ կերպ վարվում, դա փաստ է, ըստ բնակիչների եղել են ջրից թունավորման դեպքեր։ Այնուհանդերձ Արմավիրում շարունակում են օգտագործել նույն ջուրը, պնդելով, որ երկարակյաց համակյուղացիներ ունեն, որոնք երբևէ առողջական խնդիր չեն ունեցել։ Մի քիչ աղակալած ջուր է, աղի է, բայց երկարակյաց ապրողներ շատ կան, միշտ այդ ջուրը խմել են, ոչ մի խնդրեմ չի ելել, նույնիսկ երիկամի խնդրեմ չի ելել։ Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Արկադիա Հովհաննիսյանը վստահեցնում է, որ խորքային հորերի ջուրը պիտանի է խմելու համար, իսկ այլ վայրերից բարձրորակ ջրի խողովակաշար անցկացնելու ծրագիր դեռևս չկա։ Կեղտոտ ջուր չի ինքը, ուղղակի խորքային հորի ջուր է։ Խմելու ջուր է, համարվում է որպես խմելու ջուր, դրանից ենք օգտվում։ Բոլորովին հակառակ տեսակետն ունի գյուղ ոլորտի փորձագետ Կարեն Պողոսյանը, նաև բնակվում է նույն տարածաշրջանում, խմում է նույն ջրից, սակայն նույն կարծիքը չունի։ Ստորեկյա ջրի մակարդակներն էլ ագին ցածրացել է, ավելի խորքից են հանում, նախ որակը ինչի, ինքը աղոտ է ջրերը։ Այսօր երևի գյուղում որ մանգակ երկուսից մեկը լեղապարկի, մեկը երիկամների խնդիր ունի, քարի խնդիր ունի։ Դա լրիվ էս մեր ջրերից է գալիս։ Մոնիթորինգի կենտրոնի տվյալները համընկնում են փորձագետի տեղեկությունների հետ։ Նշվում է, որ Արմավիրի մարզի ապագա, Տարոնիկ, Հայկավան, Այգեշատ, Արտամետ գյուղերի հորատանցքերում ջրի մակարդակն իջել է 0.05-ից 1.73 մետրի սահմաններում։ Փորձագետը չի հերքում, որ ջրագծերի վիճակը զգալիորեն բարելավվել է, շատերը փոխվել են, վերանորոգվել են, սակայն գլխավոր հարցը մնում է ջրի կասկածելի որակը։ Ջուր կա, բայց որակը չի համապատասխանում խմելու համար, էլի։ Մենք այս ջուրը որ խմենք, էսի ռոռոկման համար էլ կպիտանի չի։ Ռեգիոնս TV-ն հարցում է ուղարկել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն երկու կարևոր հարցադրումով։ Առաջիկայում կա արդյոք Հայաստանի այլ տարածքներից խմելու ջրի մատակարարման նոր ջրագծերի կառուցման ծրագիր, կա արդյոք պատշաճ վերահսկողություն ջրի որակի վրա։ Պատասխան նամակում նշվում է, որ նախարարությունը քննարկումներ է անցկացրել Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ, որտեղից պատասխանել են։ Արձանագրված շեղումների շտկման նպատակով Արմավիրի մարզի համայնքներում իրականացվում են մաքրման եւ վերականգնման աշխատանքներ։ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներից խմելու ջրի մատակարարման նոր ջրագծերի կառուցման ծրագրեր դեռևս առկա չեն։ Հարցման երկրորդ կետի խնդիրներով զբաղվում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն ՊՕԱԿ-ը։ Հետաքրքիր է, որ կենտրոնից հակառակն են պնդում, հայտնելով, թե իրենց վերապահված չեն ջրի ստուգում եւ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ։ Միևնույն ժամանակ նշում են, որ կալցիումը, մագնեզիումը եւ հիդրոկարբոնատները խմելու ջրում առողջության համար վտանգ չեն ներկայացնում։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տվյալներով Ակնաշեն գյուղի գրունտային ջրհորներում, Լուսագյուղ, Արտամետ, Ակնաշեն եւ Տարոնիկ գյուղերի հորատանցքերում հանքայնացումը գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Դիտվել է նիտրատ իոնի կոնցենտրացիայի գերազանցում, իսկ լուսագյուղի գրունտային ջրհորի ջրում դիտվել է արսենի պարունակության գերազանցում։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում, Պապոյան, Regions TV, Արմավիրի մարզ։